Երեկվանից հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչվող փաստաթղթերը եւ Հայաստանում որոշակի քաղաքական ակտիվություն է նկատում ներքաղաքական վեճեր։ Շատ թույլ։ Թույլ։ Թե կունենա ամեն դեպքում ազդեցություն կոնյունկտուրայի վրա։ Կունենա։ Կունենա, որովհետեւ երկու հարթության մեջ եմ ես այս հարցին նայում։ Մի հարթությունը դա այն է, որ բունեությանն է վերաբերվում խաղաղ կարգավորման։ Մյուս հարթությունը Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակին եւ հարց ինչի համար սա հրապարակվեց երևի նպատակը այսինքն նպատակը եւ որոշակի ուղղվածություն, որը անշուշտ կապված է ներքին քաղաքական խնդիրների հետ։ Արտաքին հասցեատեր չունի։ Մենք չգիտենք, բայց դա մոտակա օրերին կերևա արտաքին ուժերը, այսպես ասած, ինչպես կարձագանքեն այս քայլին, բայց բունեությանը եթե անդրադառնալ նվեր Նիկոլ Փաշինյանը մեզ համոզում էր, որ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահները զբաղված էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու գործով։ Մի քանի անգամ իր ելույթներում նա այդպիսի պնդում արեց։ Հրապարակված փաստաթղթերից Դե ոչ միայն ինքը փաստաթղթերն են այդ ուղղությամբ։ Փաստաթղթերը նրա մասին են, որ ոչ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որոնք որ այնտեղ ներկայացված են, մադրիդյան սկզբունքները 16-19 թվականի առաջարկությունների փաթեթը հակառակի մասին են խոսում։ Այսինքն իրականությանը չի համապատասխանում։ Հակառակի մասին գնում էր Արցախի ինքնորոշման ճանաչման ճանապարհ։ Իհարկե հստակ նշված է այդ ավելի պարզագույն միտք եք ասեմ, որովհետև ես չեմ կարծում, որ դա համարձակ միտք է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է կարդալ այդ ինչը հրապարակված է եւ այնտեղ սև սպիտակի վրա գրված է նպատակները խաղակարգավորման։ Բա մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնվելը ինչու դա չէր իրականացվում, եթե 30 տարի գալիս էինք այդ ճանապարհով։ Հիմա դա էլ հասկանալի է եւ հեշտ է ավելի մեկնաբանել։ Բանն այն է, որ ես 16 թվականի առաջարկը տեսել էի, դեռևս 20 թվականին Սամվել Բաբայանի ապրիլյանից հետո առաջարկը։ Այո, Սամվել Բաբայանի հրավերով Արցախում նա պես հրապարակային բոլոր գործիչներին հրավիրեց ծանոթանալու իր մոտ արկա այդ փաստաթղթերի հետ Հայաստանից արձագանքեցի միայն ես Համայակ Հովհաննիսյան Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահի հետ մենք միասին այցելեցինք Արցախ եւ այնտեղ այդ փաստաթղթերի հետ ծանոթացանք։ Տարիներ շարունակ ես անընդհատ հակադարձում էի Նիկոլ Փաշինյանի հրապարակային պնդումներին, որ այդ գլխավոր պնդմանը որ խաղաղ կարգավորման նպատակներ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, որովհետև այդ փաստաթղթերի մեջ շատ հստակ շարադրված են նպատակները։ Նրանց համար ովքեր որ չեն կարդացել, ես խորհուրդ եմ տալիս ինքնուրույն կարդալ, իսկ ով որ ժամանակ չունի կամ ենթադրենք մտածում է, որ այդ միջազգային հարաբերությունները շատ բարդ թեմա է եւ այնտեղ որևէ մեկի կարծիքի, այսպես ասած, վրա ուզում է հենվել, շատ պարզ գրված է 3 նպատակ խաղաղ կարգավորման։ Առաջինը վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կողք գտնվող հարակից շրջաններ։ 5+2 գնում ենք այդ։ Այո։ Երկրորդ նպատակը Արցախի կարգավիճակը որոշել հանրաքվեով։ Երրորդ նպատակը հանրաքվեն որտեղ Արցախում Լեռնային Ղարաբաղի նախկին չկա այդպեսի տող, որ Արցախում պետք է։ Հենց այդպես է ուղիղ գրված։ Արցախում այո, հենց հանրաքվե չկա այդպեսի։ Հանրաքվե գրված է։ Գրված է, բայց անցկացնել Արցախում գրված է անցկացնել Արցախում։ Շատ պարզ գրված է։ Եվ երրորդը կարգավորել բոլոր հարաբերությունները, առևտրային, տնտեսական, կապերը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս 3 նպատակների համար էր արվում այդ ամբողջ գործընթացը եւ այդ նպատակները Մինսկի խումբը հավաքական առաջարկում էր կողմերին
ավելի հստակեցնելու Այդ համար։ դեպքում ինչու է ռուսները առանձնացան Լավրովի պլանով, Ինչու այստեղ դուք բռնեցիք, որ հետագայում Ռուսաստանը առանձնացավ։ Սա այլ երկրորդ հարցն է մեջտեղ բերում։ Ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, յուրաքանչյուրը կարող է գալ հստակ համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողը իջացնելու պահանջ Հայաստանին կամ առաջարկ չէր կարող անել ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն։ արել է Ռուսաստանը։ Ելնելով նրանից, ինչ էին իրենք համատեղ առաջարկում այդ հրապարակված փաստաթղթերում, որտեղ որ իրենք շատ հստակ ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ իրենք շատ հստակ անջատում են որ տարածքները կարող են անցնել Ադրբեջանի ինքնիշխանության տակ, այսինքն դրա շուրջ վեճ չկա, իսկ որ տարածքները չեն կարող, որտեղ բնակչությունը ինքը պիտի որոշի իր կարգավիճակը, այսինքն ամբողջ միջազգային կարգավորման գործընթացի հիմքը եղել է այն, որ չի ճանաչվել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում։ Ինչու է ծնվել Մեղրիի փոխանակմանը։ Այստեղ եւս սա մենք եկեք թողնենք այդ երկրորդ դասը մեր ներքին քաղաքական քննարկմանը, որովհետեւ այն ինչ որ հրապարակվել է արժանի գնահատման։ Ես ուզում եմ ասեմ, որ երկու ֆունդամենտալ թեզ, որը որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացնում էր, այսքան երկարատև ժամանակվա ընթացքում այս հրապարակումով տապալվում են։ Ըստ էության նա իրականությանը չհամապատասխանող գնահատական էր տալիս, զրպարտում էր միջազգային խաղաղ գործընթացը, պնդելով, որ այն անարդար օրենքին հակասող ինչ որ նպատակներ էր հետապնդում հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նկատմամբ։ Դուք համարում եք, որ Մինսկի խումբը արդյունավետ էր աշխատում։ Մինսկի խումբը ելնելով միջազգային իրավունքի նորմերից, ելնելով տեղում իրավիճակից, կոնֆլիկտի կոնկրետ պատմական, այսպես ասած, դրսևորումներից, եկավ իր աշխատանքի արդյունքում այն բանաձևին, որը հստակ ենթադրում էր, որ չի կարող որևէ ձևով Ադրբեջանի ինքնիշխանությունը, պետական ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ տեղի ունենալ, կատարվել առանց բնակչության համաձայնության։ Հանրաքվեի դրույթը դրա մասին է։ Բայց Մինսկի խմբին մյուս կողմից չէր հետաքրքրում, որ տարիներ շարունակ Ադրբեջանը զինվում էր։ Մեկի մտքով չէր հետաքրքրում էր եւ Ադրբեջանի այսպիսի խաղաղ կարգավորման գործընթացը Ադրբեջանի ձեռները կապում էր։ Երբ որ սեղանին դրված է առաջարկ, որը որ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից շրջանների նկատմամբ եւ ինքը Ադրբեջանը չի համաձայնվում այդ առաջարկներին, բացառում է Ադրբեջանի համար քաղաքական կամ իրավական հիմք պատերազմ սկսելու համար։ Այսինքն դիվանագիտական առումով խաղաղ կարգավորման գործընթացի այդպիսի ընթացքը բացառում էր Ադրբեջանի համար հնարավորություն, քաղաքական հնարավորություն սանձազերծել պատերազմ։ Պատերազմում Ադրբեջանը պատրաստում էր պատերազմ։ Այո, բայց այդ պատրաստությունները ոչ մի արդյունք չէին տա, եթե Հայաստանում ի հայտ չգար գործիչ, որը ինքը մերժեր այդ առաջարկը։ Պատերազմի որ առաջարկ 19 թվականի առաջարկ։ Ցանկացած առաջարկ Մինսկի խմբի Հայաստանի կողմից մերժելը բացում էր ճանապարհ Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային մերժել է Մինսկի խմբի 19 թվականի առաջարկը։ Դրա մասին ինքը հրապարակային Մյունխենում ասել է, որ 0-ից առաջարկում է սկսել գործընթացը, առաջարկել է իր սկզբունքները։ Այդ առաջարկը Սերժ Սարգսյանի հետ բանակցած առաջարկն է։ Դե դա դետալներ են բանակցած, չէ, մենք հրապարակվածից այդ պատմությունը առաջացել է 16 թվականից հետո, հələ 19 թվականը վերնագրված առաջարկ։ Դրա համար ես չեմ կարող պնդել, մենք կարող ենք միայն ենթադրել, դա այդ մասը բանակցված էր Սերժ Սարգսյանի հետ, թե չէր բանակցված, բայց եթե ընդհանրացիան նայենք 16 թվականի առաջարկը 19 թվականի առաջարկներից շատ չի տարբերվում։ Այսինքն կարելի է ասել, որ
Երրորդ կարևոր հանգամանքը, որը որ ըստ էության հայտ է գալիս, դա այն է, որ Հայաստանի վարչապետի կողմից որոշումը մերժել 19 թվականի Մինսկի խմբի առաջարկը դա բացեց ճանապարհ Ադրբեջանին ուժ գործադրելու։ Քանի դեռ նորից եմ ուզում որ բոլորն բռնեն այդ սեղանին դրված է առաջարկ, որին Հայաստանը համաձայն է վերադարձնել, որպեսզի Արցախը վերադարձնի հարակից Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները։ Ադրբեջանը չէր կարող պատերազմել։ Ես հետևում եմ ձեր տրամաբանությանը, բայց իմ մոտ հարց է առաջանում։ Դա ձեր նկարագրածը տեղի ունեցավ եւ Ալիևը զենքը հանեց կողքից եւ դրեց կիրառման մեջ, չէ՞։ Այո, այն բանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Բայց այդ զենքը գալիս էր, չէ՞։ Այո, այդ զենքը գալիս էր ուղիղ նպատակին ծառայելու համար։ Մի կողմից գալիս էր զենքը, իսկ մյուս կողմից Հայաստանում գնում էր քաղաքական գործընթաց, որի արդյունքում ի հայտ եկավ հենց այն քաղաքական գործիչը, որը որ թույլ տվեց իր գործողություններով, որպեսզի այդ զենքը իջնի հայ ժողովրդի գլխին։ Որովհետև միայն զենքով չի, նաև քաղաքական քայլերը պետք է գան եւ հասնեն մի այնպիսի 18 թվականի իրադարձությունները տեղի չէին ունենում, մնում էր նախկին իշխանությունը իշխանության ղեկին, տեղի չէր ունենա այդպեսի։ Դա էլ մենք եթեների դաշտ կմտնենք։ Ցանկացած ղեկավար Հայաստանի, որը որ մերժեր Մինսկի խմբի առաջարկները, ըստ էության դրանով ճանապարհ էր բացում պատերազմին։ Դրա համար Հայաստանի Հանրապետության նախորդ որևէ ղեկավար այդպիսի քայլի չի գնացել։ Եղել է դեպք, երբ որ Հայաստանի նախագահան հրաժարական է տվել։ Բայց չի գնացել առաջարկները մերժելու ճանապարհով։ Ադրբեջանը բազմաթիվ անգամ մերժել է առաջարկները։ Ադրբեջանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա ստատուս կվոյի պահպանումն էր։ Հայաստանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա պատերազմ է։ Ադրբեջանը բազմաթիվ անգամ մերժել է առաջարկները։ Ադրբեջանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա ստատուս կվոյի պահպանումն էր։ Հայաստանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա պատերազմ է։ Տարբերությունը կողմերի Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակեր Լավրովյան պլանը։ Ինչ է համարել Լավրովյան պլան, այստեղ հարցը։ Լավրովյան պլան մեծ բովանդակությունը ասեմ, որ Արցախի հարցը արկախված մնում է։ Այն ինչ որ նոյեմբերի 9-ին շարադրված է, հա, այդ Չէ, Արցախի հարցը արկախված մնում է, դա թողնում են հետոին։ Ռուսական զորքը մտնում է Արցախ, վերադարձում են այն տարածքները, որոնք նոյեմբերի 9-ին, այսինքն Ադրբեջանի համար ամենաձեռնտու, այնինչ ուզում էր Ադրբեջանը հրապարակել։ Ավելին ես հիմա այնինչ ուզում էր Մինսկի խմբից Ադրբեջանը։ Այո, եւ ինչի Մինսկի խումբը համաձայն չէր։ Մինսկի խումբը ով է հարցնող, Ադրբեջանը համաձայն չէր։ Ինչին։ Ադրբեջանը ինչու չէր համաձայնում իր համար այդ նպաստավոր տարբերակի։ Այդ նպաստավոր տարբերակը միայն մի եղանակով կարելի էր իրականացնել։ Ռուսական ճշմարտ։ Առաջինը պետք է հայկական կողմը մերժեր Մինսկի խմբի առաջարկները պաշտոնապես։ Երկրորդը պիտի լիներ պատերազմ, եւ երրորդը ռուսական զորքերը այդ պատրվակով պատերազմի պիտի մտնեին Արցախ առանց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի համաձայնության։ Ինչը եղավ 20 թվականին։ Ինչը եղավ 20 թվականին։ Այստեղ դուք գալիս եք բացահայտման հետեւյալ կարևոր հարցի՝ պատճառը պատերազմի։ Լավրովի պլանը իրականացնել առանց պատերազմի հնարավոր չէր, որովհետև նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը այդ պլանի ենթադրում էր նաեւ համաձայնություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, եւ իրենք պիտի համաձայնություն տային ռուսական զորքերի տեղակայման։ Իհարկե, որը չէին տա։ Իհարկե, Վաշինգտոն։ Իհարկե ոչ։ Այսինքն դրա համար պատերազմը դառնում էր անհրաժեշտություն, որպեսզի պատերազմը լինի պատրվակ առանց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնեցման ռուսական զորքերը տեղակայել Արցախում։ Եվ մենք տեսանք արձագանքը։ Ֆրանսիան սկսեց սպառնել, որ կճանաչի Արցախի հանրապետությունը, ԱՄՆ-ն իր ինչ որ դիրքորոշումը հրապարակային մենք չենք կարող ասել ինչ է, բայց փորձեց իր վրա վերցնել ղեկը բանակցային գործընթացի, բայց այս դասավորության մեջ մի կարևոր հանգամանք պատերազմից անմիջապես հետո այն էր ըստ իս, որ Ռուսաստանը ստիպված եղավ ասել, որ որևէ խաղաղ պայմանագիր ընդհանուր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին չի կարող լինել առանց իրենց երեքի
կոնսենսուային համաձայնության, այսինքն պիտի հաստատվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դեկտեմբերի 2-ին էր արվել այդ հայտարարությունը։ Հետագայում գործընթացը իհարկե շարունակություն ստացավ եւ շարունակություն ինք ունի առ այսօր այս փաստաթղթերի հրապարակումը ինչու է կարեւոր։ Ոչ մի բան չի փոխվել միջազգային հանրության համար։ Տեղի ունեցած բոլոր գործողությունները, պատերազմը, շրջափակումը, հայերի էթնիկ զտումը Արցախում եւ այլն, իրենք չեն փոխում Արցախի կարգավիճակի հարցի էությունը, բովանդակությունը եւ խնդիրը չեն հանում օրակարգից։ Այդ խնդիրը շարունակում է մնալ եւ դրա պատճառով այսօր Ադրբեջանում գնում է եւ ռեպրեսիաների մեծ ալիք ընդդիմության դեմ, որովհետեւ Հիմքում դա եք տեսնում։ Իհարկե, որովհետեւ տեսեք, Ադրբեջանի ղեկավարը այսօր իրեն խապված է զգում ինչով։ Ինքը գնաց կոռուպցիոն գործարքի Ռուսաստանի, մյուսի հետ, որպեսզի հասնի ինչ-որ մի արդյունքին, որը որ ամրագրի իր հաղթանակը։ Ամրագրելը դա հիմա նույն վիճակում տեսնում ենք Վլադիմիր Պուտինը փորձում է ստանալ միջազգային ճանաչում Ուկրաինայի գրավյալ տարածքների։ Նույնը Ադրբեջանը առ այսօր չի ստացել միջազգային ճանաչում իր ուժով գրաված Արցախի նկատմամբ իշխանության հաստատմանը։ Եվ դա լուրջ խնդիր է, որովհետև եթե այդ խնդիրը բացահայտվի, Ալիևին հանրությունը հարց կտա, այսքան զոհեր եւ այսքան այսպես ասած կորուստներ մենք իզուր տեղը ունեցանք։ Դրա համար բավականին սուր է այդ ես որ ասացի արձագանքը դրսից դեռ չգիտենք, բայց հետ անդրադառնալով ներսի մեր իրավիճակին այստեղ եւս հետաքրքիր կողմեր ունի փաստաթղթերի հրապարակված ցանկ։ Հասկանալի է որ դա ամբողջական ցանկ չի։ Ասեք մի վարքյան հետո, ինչու դեռ չկա առաջին դեմքերի արձագանքը հրապարակված փաստաթղթ։ Իմ կարծիքով իրենք տարբեր պատճառներ ունեն, ինչի դա չեն արել, բայց արդեն չէ, իրենք հիմա իրավիճակը գնահատելու հետեւյալ, այսպես ասած, դասավորությունը առաջացավ Հայաստանի 4 քաղաքական գործիչների միջև։ Տեսեք ոնց էր կազմված հրապարակումը։ Հրապարակումը պարունակում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև էր։ Իմաստ չուներ դա հրապարակել, որովհետև դա վաղուց հրապարակված բաներ էր։ Այնուամենայնիվ հրապարակումը սկսվում է այդ բանաձևերից։ Երկրորդը չկա Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածին Մինսկի խմբի առաջարկները։ Չկա նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածի ոչ, մինչև Քյուվեստը արված համատեղ պետության առաջարկը։ Իդեպ այդ առաջարկները հրապարակված են խորհրդարանի կողմից Հայաստանի, բայց կառավարությունը ներկայացնելով այս փաթեթը հավանաբար դա էլ պիտի ներառի։ Կառավարությունը ասում է ինչ կա իմ խոհանոցում դա եմ ես հրապարակում։ Այն ինչ որ ինքը խորհրդարանի գրադարանում կա, դա չի համարում։ Չգիտեմ, բայց երրորդը նաև առաջարկում է կառավարությունն ասում է, դե եթե դուք ունեք, դուք հրապարակեք։ Երրորդը կունենան, չէ։ Դա հրապարակված է արդեն։ Չէ, այն ինչը չէ։ 97 թվականի առաջարկները, երկու առաջարկ 97 թվականի եւ մեկ առաջարկ Մինսկի խմբի 98 թվականի, դրանք հրապարակված են Հայաստանում, պաշտոնապես հրապարակված են խորհրդարանի կողմից, խորհրդարանի կայքում։ Առհասարակ դա առաջի պուբլիկատորը եղել է Վլադիմիր Կազիմիրովը, մասնակիցը համանախագահներից մեկը այդ գործընթացների։ Պաշտոնական փաստաթղթերի ցանկում հրապարակված է նաև մի փաստաթուղթ, որը պաշտոնական չի եւ որը ներկայացված է իբրև հայկական ժամանակ թերթում հրապարակված 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից փոխանցված պայմանագիր։ Ցանկացած մասնագետ միջազգային իրավունքի կարող է ասել, որ այդ հրապարակված փաստաթուղթը չի համապատասխանում ոչ կոնֆլիկտի հակամարտության տերմինոլոգիային, ոչ միջազգային իրավունքի կանոններին, ինչպես են այդպիսի փաստաթղթեր կազմվում եւ ինչ դրույթներ իրենք պարտադիր պետք է պարունակեն։ Այսինքն իսկությունը այդ մի փաստաթղթի լուրջ հարցական է։
Եվ արձագանքը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հենց միանգամից եղավ դրա վերաբերյալ, որ սա այսպես ասած մանիպուլյացիա է, երբ որ մի քանի պաշտոնական փաստաթղթերի հետ հրապարակվում է ինչ որ մի հատ փաստաթուղթ, որը որ իրականում այդ փաստաթղթերի շարքից չի, նույնիսկ եթե համեմատել բանը լինգվիստիկան, հա, տեքստային, այսպես ասած, բովանդակությունը, տերմինոլոգիան ինքը տարբերվում է մնացած բոլոր։ Շատ լավ, Վարգին Անդրեաս։ Բայց նաև հրապարակված է մի փաստաթուղթ, նամակ Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին, որը տեղի ունեցել ՊՊՑ գրավումից անմիջապես հետո, հա, 16 թվականին։ Այսինքն Հայաստանը այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը հասկացել է, որ բանալին Մոսկվայում։ Դե չէ, ՊՊՑ գնդի գրավումից հետո օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանի այդ նամակը, որտեղ ինչ որ դիտողություններ են արված այդ առաջարկությանը, հա, 16 թվականի առաջարկություններին, բնականաբար առաջինը ուղիղ կապ ունի ՊՊՑ գնդի այդ իրադարձությունների հետ, ակնհայտ է դա։ Բանալին ոչ թե Մոսկվայում էր, այլ բանալին Երևանում այդ ՊՊՑ գնդում էր, այսպես ասած, գտնվում այդ նամակը ինչի ծնվեց եւ ինչ քաղաքական հետո փոփոխություններ եղան, կառավարություն փոխվեց եւ այլն, հիշում եք այդ ամեն ինչ։ Դա ի դեպ նաեւ պահանջներից մեկն էր։ Չէ՞։ Ապստամբների պահանջը դադարեցնել բանակցային գործընթացը եւ այլն, եւ ծնվում է այդ նամակը, ինչու է այդ նամակը հրապարակվում։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը դա նաեւ որոշակի ձևով ներկայացրեց որպես անոնս, որ այս նամակը կհրապարակենք, եւ հիմա տեսնում ենք Սերժ Սարգսյանի համախոհների արձագանքը, որոնք որ վերցնում են այդ հրապարակումը, այդ նամակը եւ ասում են՝ տեսեք, Սերժ Սարգսյանը ինչ տղա է, ինքը ինչ, այսպես ասած, ազգային դիրքերի վրա էր կանգնած եւ այլն, օրինակելի քաղաքական գործիչ այս Աշոտյանի վերջի, այսպես ասած, ելույթը տենց լսեցի մի փոքր, այսինքն դա զենք է Նիկոլ Փաշինյանի կողմից պաս Սերժ Սարգսյանի կողմնակիցներին բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը։ Այլ կերպ անհնար է այս ցանկը այլ այս պահի դրությամբ ձևով Պետք է դավադրապաշտական։ Ես հարց եմ տալի, եթե հրապարակվում է 5 հատ պաշտոնական փաստաթուղթ եւ մի հատ նամակ, այսինքն կամ 10 հատ պաշտոնական փաստաթուղթ, մի հատ կասկածելի ինձ ասում են վաղուտանցել եք, պետք է ավարտենք բանա ներքաղաքական խաղը։ Ներքաղաքական խաղը ինձ հուշեց, իմ կարծիքն է, եւ ես դրա մասին ասել եմ, որ ընտրություններից ընդառաջ քաղաքացիական պայմանագիրը ընտրել է իր համար ով պիտի լինի իր անդիմությունը եւ դա հանրապետական կուսակցությունն է։ Այս հրապարակումը պաս է կոպիտ ասած Սերժ Սարգսյանին իր բանը բարձրացնելու եւ հակադարձ էֆեկտ ունի Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսինքն նպատակը նվազեցնելու է ապրել տեսնել։ Բայց կարևոր խնդիրը այստեղ ինչու Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այդ հրապարակումը իրեն վնաս չի պատճառի։ Այստեղ կա նաեւ այդ հարցը, որ Նիկոլ Փաշինյանը արդեն գնահատում է, որ ինքը այս հարցում արդեն կորցնելու բան չունի, էլեկտորալ են հատվածները, որոնք որ թեքվել են քաղաքացիական պայմանագրից արդեն հետ չես բերի, հիմա ինքը նոր էլեկտորատ է որոնում աղանդավորների եւ մյուսների, հա, շրջանակում այս եկեղեցու դեմ պայքարով եւ այլն։ Հավանաբար այստեղ ես նորից եմ ասում, այդ ներքին քաղաքական պահը եւ ցանկը վկայում են ում էին ուզում կառավարությունում վատ, ում մասին ընդհանրապես մոռացել են Լևոն Տեր-Պետրոսյանի, ում ուզում էին ներկայացնեին վատ լույսի ներքո եւ ում ուզում էին հնարավորություն տալ ռեյտինգը բարձրացնելու։